մի զարմացեք, որովհետև ժամանակ կգա, եւ բոլոր նրանք, որ գերեզմաներում կլինեն, կլսեն նրա ձայնը եւ դուրս կգան։ Նրանք, որ բարիք են գործել, հարություն կառնեն կյանքի համար, իսկ չարիք գործածները դատաստանի համար։ Ամեն։ Սիրելի բարեպաշտ քրիստոնյաներ, սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօրվա այս ավետարանական հատվածը մեզ մի շատ կարևոր, շատ լուրջ իրողության մասին, ես կասեի ավետարանական ճշմարտության մասին խորհելու հնարավորություն է տալիս եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս Հովանու ավետարանի 5-րդ գլխում մի շատ կարևոր երևույթի մասին է խոսում։ Ասում է մի զարմացեք, որովհետև կգա ժամանակը, եւ բոլոր նրանք, որոնք գերեզմաններում են, պիտի լսեն նրա ձայնը։ Տեսեք, սա կարծես ապագայի մասին տեղեկություն չէ, սա արթնության կոչ է ուղղված մեզ բոլորիս, կարծես մեր հոգևոր զարթուցիչի մասին լինի։ Եվ հետաքրքիր է, որ Հիսուս ասում է մի զարմացեք, որովհետև ժամանակ կգա եւ բոլոր նրանք, որոնք գերեզմաներում են, պիտի լսեն նրա ձայնը։ Չի ասում եթե ժամանակ կգա, այլ ասում է կգա ժամանակը։ Այսինքն Հիսուս խոսում է հաստատ իրողության մասին, ոչ թե ենթադրելի մի իրականության մասին։ Եվ սա նշանակում է, որ դատաստանը ամեն դեպքում հաստատ լինելու է։ Եվ հաստատ բոլորս կանգնելու ենք Աստծու առաջ։ Եվ հարցը ոչ թե այն է, որ կլինի, թե չի լինի, այլ հարցը հետևյալն է. երբ լինի դատաստանը, դու պատրաստ ես այդ դատաստանին եւ ինչպիսի վիճակով ես կանգնելու Աստծու առաջ։ Հենց այդ ժամին։ Տեսեք, Հիսուս ասում է, որ բոլորս լսելու ենք Աստծու ձայնը։ Եվ հետաքրքիր է Եզեկիել մարգարեության 37-րդ գլխում, եթե չեմ սխալվում, նկարագրվում է, թե ինչպես ոսկորները, չորացած ոսկորները լսեցին մարդու որդու ձայնը եւ սկսեց նրա վրա նյարդեր ձևավորվել, միս ձևավորվել եւ կենդանացան ու հարություն առան։ Եվ հենց այս նույն ձևով Աստված ասում է, որ գերեզմաններում գտնվողները պիտի լսեն Աստծու որդու ձայնը եւ հարություն պիտի առնեն։ Եվ հետաքրքիր է, որ մենք բոլորս մեր կյանքում լսում ենք տարբեր ձայներ, թե այս աշխարհում ապրելով միշտ ինչ-որ ձայներ ենք լսում։ Քննադատության ձայներ, գայթակղությունների ձայներ, վախ առաջացնող ձայներ, սոցիալական ցանցերի մեջ այսպես տարբեր նորություններ կարդալով տարբեր ձայներ ենք լսում, որոնք որ հաճախ նաև մեզ աղմկահարույց են թվում։ Նաև լսում ենք աշխարհը մեզ ինչպես է կանչում դեպի փառքի, ինչպես Սատանան փորձության ժամանակ մոտեցավ Հիսուսին եւ ասեց երկրպագիր ինձ եւ աշխարհի փառքը պիտի տամ ձեզ, այնպես էլ մենք ունենում ենք այդ ձայնը, լսում ենք մեր կյանքում, հաճախ չարը մեզ մոտենում է, երկրպագելու հնարավորություն է տալիս եւ ասում, որ կտամ քեզ փառք։ Բայց ասում է, որ այդ բոլոր ձայները մի օր լռելու են եւ մի օր մի ձայն է միայն հնչելու եւ դա լինելու է Քրիստոսի ձայնը։ Այդ ձայնը, որ մի ժամանակ մեռած Ղազարոսին ասեց դուրս արի եւ նա գերեզմանից
դուրս եկավ պատանքված։ Այն նույն ձայնն է, որ մի օր կանչելու է ողջ մարդկությանը։ Կապ չունի, հարուստ են եղել թե աղքատ, թագավոր թե մուրացկան, քահանա թե հավատացյալ, երիտասարդ թե ծեր։ Եվ բոլորս կանգնելու ենք նրա առաջ։ Եվ այս ճշմարտությունը մեզ ոչ թե պետք է վախեցնի, այլ պետք է սթափեցնի, որովհետև ամենամեծ սխալն այն է, երբ մարդը ապրում է այնպես, կարծես երբեք հաշվետու չի լինելու։ Եվ սիրելիներ, մի հետաքրքիր բան կա, որ հաճախ մենք բոլորս մտածում ենք, որ մահը վերջ չէ։ Եվ այս աշխարհում հաճախ մենք փորձում ենք մեզ համոզել, թե մահը վերջ չէ, սակայն քրիստոնյան գիտի, որ մահը փակ դուռ չէ, այն բացվող դուռ է։ Մենք գերեզման չենք գնում կորչելու համար, այլ հարության սպասումով ենք գնում։ Եվ այս պատճառով քրիստոնյան նույնիսկ մահվան առաջ չի կոտրվում, որովհետև գիտի, որ Քրիստոս հաղթել է մահին։ Եթե Քրիստոս հարություն առավ, ապա նաև մենք հարություն ենք առնելու։ Սա պարզապես մխիթարական խոսք չէ մեզ համար, սա հավատքի հիմքն է մեր։ Առանց հարության մեր հավատքը դատարկ կլիներ, բայց քանի որ հարություն կա, ուրեմն մեր բոլորի պայքարը իմաստ ունի։ Իմաստ ունի քո ապաշխարությունը, իմաստ ունի քո աղոթքը, իմաստ ունի քո արտասուքները եւ քո խաչը, քո այն չարչարանքները, որ կրում ես կյանքիդ ընթացքում։ Տեսեք, շատերս մտածում ենք, որ ժամանակ կա, կապաշխարենք, հետո կզղջանք, հետո մեղքերի թողության կգնանք, բայց ավետարանը մեզ սովորեցնում է, որ հավիտենության մեջ հայտնվելը, կյանքը ժառանգելը որոշվում է հենց հիմա, հենց այս պահին, հենց այսօր կատարած քո գործողությամբ, քո ընտրություններով, քո վերաբերմունքով, եւ այսօր Աստված կանչում է քեզ ոչ թե վաղը դժվար, եթե այսօր դու ասում ես ոչ, ասում ես ես ժամանակ չունեմ եկեղեցի գնամ, ժամանակ չունեմ ապաշխարեմ, թող մնա հետո կգնամ, ուրեմն վաղն էլ չես կարողանալու ասել այո։ Եթե այսօր անտեսում ես քո խղճի ձայնին, ապա վաղը դժվար կարողանաս լսել Քրիստոսի ձայնը։ Սուրբ հայրերից մեկն ասում է, ինչպիսին մահվան պահին մարդը գտնվի, այնպես էլ այն կհայտնվի հավիտենության մեջ։ Դրա համար ապաշխարությունը վաղվա գործ չէ, ապաշխարությունը հենց այսօրվա հրավերն է մեզ։ Մի գեղեցիկ առակ կա, ասում է մի գյուղում կար մի ծեր ժամհար, ով ամեն առավոտ եկեղեցու զանգն էր հնչեցնում, եւ մի երիտասարդ նրան հարցնում է, պապիկ, ինչու ես դու այսքան հավատարմությամբ զանգը հնչեցնում։ Ծերունին պատասխանում է, որովհետև չգիտեմ, որ զանգն է լինելու վերջինը գյուղի համար եւ թե ինձ համար։ Ես ամեն օր զանգը հնչեցնում եմ այնպես, կարծես վերջին անգամ եմ հնչեցնում։ Սիրելիներ, սա մեր քրիստոնեական արթնությունն է, ապրել այնպես, որ եթե այսօր վերջին օրը լինի, չամաչենք Աստծո առաջ կանգնել։ Եվ աղոթքի մեջ գտնվելիս աղոթք անել այնպես, կարծես դա մեր վերջին աղոթքն է, որովհետև մենք չգիտենք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոս երբ է գալու կամ մենք երբ ենք հայտնվելու Աստծո առաջ։ Ուրեմն ինչու նաև չսիրենք մարդուն, մեր կողակցին, անծանոթին, հարազատին եւ բոլորին, կարծես մենք սա մեր վերջին հնարավորությունը լինի։ Ուրեմն նաև ներողամիտ լինենք, ներենք մեկս մյուսին այնպես, կարծես մենք վաղը նրան չենք հանդիպելու։ Ուրեմն ավետարանը մեզ սովորեցնում է, որ մենք ունենք հնարավորություն ամեն օր քննելու մեր սիրտը, հարցնելու մեզ, եթե այսօր Տերը մեզ կանչի, ինչ վիճակում կլինենք։
Կա արդյոք մեր կյանքում մարդ, որ մեզնից ներում էր խնդրել եւ մենք չենք ներել։ Ունենք որևէ սխալ, որևէ հանցանք, որևէ մեղք, որ չենք խոստովանել եւ արդյոք մենք անկեղծ ենք։ Այս բոլոր հարցերը ոչ թե մեզ պետք է վախեցնեն, այլ մեզ բժշկության առաջնորդեն։ Եվ ավետարանը սովորեցնում է ապաշխարությամբ ապրել, որովհետև ապաշխարությունը միայն արդյունքը չէ, դա մեր ուղղության փոփոխությունն է, դա մեր մեղքից դեպի Աստված քայլելն է, դա հպարտությունից դեպի խոնարհություն անցնելն է։ Նաև ավետարանը մեզ սովորեցնում է, որ պետք չէ բարիք գործելը հետաձգել, պետք է սիրել հենց այսօր, հենց այս պահից, հենց պատարագին մասնակցությունից սկսած, պետք է ներել հենց այսօր, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոս ասեց չէ, երբ աղոթքի կկանգնեք եւ կհիշեք, որ որևէ մեկը ձեր նկատմամբ մեղք է գործել, կամ դուք եք մեղք գործել նրա նկատմամբ, թող քո զոհաբերությունը եւ գնա եւ հաշտվի նրա հետ։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ այդ վաղը մեզ համար երաշխավորված չէ եւ սպասված չէ։ Ավետարանը ասում է, որ հիշիր, որ դու հավիտենության մարդ ես, դու ստեղծված չես միայն աշխատելու, վաստակելու, կառուցելու, հոգնելու համար, դու ստեղծված ես փրկվելու եւ քո իսկական հայրենիքը երկնքում է։ Սիրելիներ, այս ավետարանական հատվածը մահվան մասին չէ միայն, սա կյանքի մասին է, սա ճշմարտությունն է, սա արթնության կոչ է եւ պատրաստության կոչ է։ Եվ ասում է ժամը գալիս է, հարցն այն է, թե ինչպես մենք կլինենք այդ ժամին եւ թող ապրենք այնպես, որ Քրիստոսի ձայնը հնչի մեզ համար որպես սիրող հոր կանչ, ոչ թե դատաստանի սարսափ կամ այլ հանդիպման ուրախություն, ոչ թե փախուստ, այլ խաղաղ պատասխան, ահա ես Տեր գալիս եմ։ Թող մեր կյանքը լինի պատասխանի պատրաստություն։ Տիրոջնորը սերը եւ խաղաղությունը մեզ բոլորիս հետ լինի այժմ եւ միշտ եւ ավետյանս հավիտենից ամեն։ Եվ տուր մեզ